Բարև ձեզ։ 3 միլիարդ դրամ։ Այսքան է կազմում այն պարգևավճարային ֆոնդը, որի տակ հույժ գաղտնի փաստաթղթում ստորագրություն է դրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե մենք այս թիվը տեսականորեն բաժանենք 1000 աշխատակցի միջև, ապա յուրաքանչյուրը կստանա 3 միլիոն դրամ։ Խորհրդանշական թիվ է, այդպես չեք կարծում։ Ազգային ժողովի նախագահն էլ դեկտեմբեր ամսին պատգամավորներին մատուցել էր հաճելի ամանորյա անակնկալ եւ նրանց բաշխել 3 միլիոն դրամ։ Խնդիրն այն է, որ պարգևավճարի տրամադրումը դա պարտադիր իրավական նորմ չէ։ Այն ուղղակի պետական աշխատողին տրվում է որպես բոնուս։ Հիմք է վերցնում աշխատավարձը եւ դրանով էլ հաշվարկվում է պարգևավճարը։ Բայց կա մի կարևորագույն խնդիր։ Պարգևավճարը չունի վերին շեմ։ Այսինքն, եթե օրենսդրական դաշտում հստակ ամրագրված է ըստ պետական պաշտոնների աստիճանակարգի, թե յուրաքանչյուրը ինչքան աշխատավարձ է ստանում, դիցուք նախագահը ստանում է նվազագույն աշխատավարձի 20-պատիկի, ազգային ժողովի նախագահն ու վարչապետը 18-պատիկի չափով, այսինքն 20 անգամ 75,000 կամ 18 անգամ 75,000։ Բայց պարգևավճարի պարագայում չկա վերին շեմի սահմանում։ Այսինքն պետական բյուջեում կամ տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության բյուջեում առաջանում է տնտեսում, որի հիման վրա տրամադրվում են պարգևավճարներ։ Իհարկե պետք է պարգևավճարների տրամադրումն լինի տրամաբանության սահմաններում։ Սակայն քանի դեռ չկա իրավաօրենսդրական սահմանափակում, վարչապետը կարող է տրամադրել եւ 3 միլիարդ, եւ 30 միլիարդ, եւ իհարկե նաեւ 300 միլիարդ պարգևավճար։